Ողջույն սիրելի բարեկամներ, մտազրույցի տաղավարում մեր հերթական զրուցակիցը բանասիրական գիտությունների դոկտոր Լիլիթ Արզումանյանն է։ Ողջույն Տիկին Արզումանյան։ Բարև ձեզ։ Տիկին Արզումանյան, մեր զրույցի հիմնական թեման կրթությունն է ու նաև գիտություն անշուշտ, սկսենք կրթությունից։ Մենք որպես ժամանակին ուժեղ կրթություն ունեցող պետություն, այսօր կրթական լուրջ ճգնաժամի առաջ ենք կանգնած։ Որտեղ սխալվեցինք, ինչ սխալներ թույլ տվեցինք, որ հիմա հասել ենք այս իրավիճակի առաջ։ Հարցը կարող է մի քիչ պաթոսային հնչի, բայց Չէ, պաթոսային չի, հենց շատ արդիական է ընդհակառակը։ Այո, ցավոք սրտի սովետական կրթությունը ոչ թե ցավոք սրտի որ լավն էր, այլ ցավոք սրտի որ մենք դա լրիվ կործանեցինք։ Ընդ որում, եթե խոսում ենք կրթության վատթարացման մասին, սա հենց այսօրվա խնդիր չի, չնայած այսօրվա բոլոր երևույթների հետ ես անհաշտ եմ, բայց ցավոք դա ավելի խորը արմատներ ունի, մենք անմիջապես անկախությունից հետո ուղղակի ավիրեցինք մեր կրթությունը բառից բուն իմաստով։ Դա ինչ էր, ես չեմ կարող պատասխանները տալ, որովհետև երևի շատ խիստ կլինեն պատասխաններ, մտածված էր, պատահական էր, իներցիայով էր, օտար բարքերի, օտար կրթական համակարգերի ներմուծումն էր, դա նաև օտարամոլությունն էր, ես չգիտեմ հիմնավոր պատճառները կամ գուցե բոլորը այդ ամեն ինչը իրար հետ, նաև մեր պետական հոգացության պակասը, այսինքն մենք ամենամեծ թերությունը մեր անկախության տարիներին, որ երբեք մենք չունեցանք պետական գաղափարախոսություն, դա հենց սկզբից պետք է լիներ, իսկ առաջին նախագահը ընդհակառակը ասեց, որ դա սուտ գաղափար է, սուտ կատեգորիա է, կեղծ կատեգորիա եւ այդտեղից սկսեց մեր ողբերգությունը, եւ այսօր մենք ունենք այն ինչ որ ունենք, ինձ համար չափազանց ողբերգական պատկեր։ Եթե միայն մենք համեմատենք, ես ավելի տարիքով եմ հաստատ եւ դուք էլ կհիշեք 88-ի տարիները, 88 միտինգները եւ մի րոպե մտովի եկեք համեմատենք 88-ի մեր ժողովուրդը այսօրվա ժողովրդի հետ։ Դա անհամեմատելի ինչ որ մի սարսափելի, անհամեմատելի ու ինչ որ ցավոտ մի բան կլինի, որովհետև դա արդյունք էր 88-ի այդ հավաքները, միակամությունը, հանուն հայրենիքի կանգնելը, հանուն հայրենիքի կամավորական ջոկատները, արժևորելը հաղթանակը, մեր հաղթանակը, այդ ամեն ինչը դա սովետական կրթության արդյունքն էր։ Իսկ այսօր մենք ունենք իրար հայհոյող, ծայրահեղ մտածողությամբ, իրար չզիջող, բանսարկու եւ անհասկանալի տրամաբանությամբ մի հասարակություն, որտեղ առողջ տարը, ես չգիտեմ քանի տոկոս է։ Ես այսօրվա հասարակության եւ այսօրվա մեր մեծ ողբերգության հիմնական պատճառը դա կրթության այդ աղավաղումներ։ Լավ, ասենք օտարամոլություն կամ պետության կողմից ազգային գաղափարախոսությունը կեղծ պետության ղեկավարի կողմից կեղծ կատեգորիա համարել եւ այլն, բայց առարկայական ինչ սխալներ, առարկայական խոսենք կոնկրետ ինչ սխալներ թույլ տվեցինք։ Նախ գիտեք ոնց փոխվեց արժեհամակարգը։ Արդյոք հնարավոր չէ կանխել ընթացքում դա։ Իհարկե հնարավոր էր, բայց դա պետք է նախ արվի պետության կողմից։ Հասկանում եք, նախաձեռնողը պետք է լինի պետությունը, ինչքան էլ ուսուցիչները հայրենասեր լինեն, ինչքան էլ գիտակ լինեն, բայց այնուամենայնիվ պետք է պետության հովանավորություն, պետության ձեռքը, խոսքը, պետական փաստաթուղթը, պետությունը պետք է դա առաջի հերթին անի, չէ՞։ Եթե տեսեք մենք ասում ենք Բոլոնյան համակարգ, օրինակ, ճիշտ է, եւ մենք ասենք հայոց լեզվի թելադրությունը, որը օրինակ գրագիտություն էր ցույց տալիս, մենք փոխեցինք ինչ որ ծիճկաներով տեստերի, որոնք ուղղակի, ինչ ասեմ,
եւ անգրագետ է, եւ անկատար է, տեստը եւ թելադրությունը, շահադրություն տարբեր եթե մենք ընդգրկում ենք բոլոնյան համակարգում, ես դեմ չեմ, որ ասենք մենք մեր գիտությունը հարահրճակվի, մենք ընդգրկվենք եւ այլն, բայց այդ ամեն ինչը փաստաթղթերով պետք է տեղայնացվի։ Այսինքն դու քո հնարավորությունները, քո գերակա խնդիրները պետք է հաշվի առնես։ Այո։ Չէ՞ ոչ թե կապիկի նման ներողություն վերցնես թարգմանես, վատ թարգմանես ու հրամցնես հասարակությունը։ Այդ արեցինք։ Ուսուցչու դերը լրիվ արժեզրկվեց։ Ուսուցչուհու դերը։ Անցյալ օրը ես տվյալներ եմ լսում, որ ոստիկանը, այսօրվա մեր ոստիկանը, որի գործը միայն ղեկավարությանը պահելն է, պետք եղած դեպքում նաև ժողովրդին ծեծելը, ոստիկանը 3 անգամ ավելի շատ է ստանում, քան ուսուցիչը։ Արդեն դա ողբերգություն է։ Ինչի մասին է խոսքը։ Տիկին Արզումանյան, դուք երկար տարիներ եղել եք Հայաստանի Բարսագույն որակավորման կոմիտեի նախագահ։ Այն ժամանակ հանձնաժողով։ Հանձնաժողովի, այո, հանձնաժողովի նախագահ։ Ես ուզում եմ սահուն անցում կատարել դրան, բայց ամեն դեպքում այս հարցը տամ։ Գիտությունը եւ կրթությունը աղերսներ ունեն, որքանով է հնարավոր գիտության միջոցով կանխել կրթության գլխի նկատ չարիքները։ Գիտության միջոցով նկատի ունեք, իհարկե հնարավոր, բայց ասեմ, հիմքը պետք է լինի պետական մտածողությունը, պետության ցանկությունը, չէ՞։ Օրինակ, դպրոցների դասագրքերը պետք է լրիվ վերանայել են։ Նույնիսկ գիտեք ինչ, ես չեմ ուզում այս վերջի խայտառակությունների մասին խոսել։ Դա չնկարագրված, չպատկերացված, չնախատեսված, ինչ որ մի ուրիշ այլանդակ երևույթ է։ Դրա մասին չեմ ուզում խոսել։ Բայց մեր դասագրքերը վերջին տարիներին բավական թերանում են։ Նախ պետական մտածողություն պետք է լինի, դասագրքերը պետք է հանձնարարվեն գիտնականներին, լավագույն գիտնականներին եւ դասագրքերը պետք է ոչ միայն կազմվեն գիտականների կողմից, այլ նաեւ պետք է քննարկման դնեն գիտական լայն շրջաններում։ Այդ մեկ։ Իհարկե կարող։ Երկրորդը, ուրեմն պետք է դա ուսուցիչը այնպես վարձատրվի, որ այդ վարձատրությունը լինի մի քիչ գայթակղիչ, գոնե մի քիչ, եւ գիտական աստիճան ունեցող անհատները գնան դպրոցում դասավանդելու։ Այո։ Մանավանդ տղամարդիկ։ Մենք այսօր մեր կրթությունը միայն կանանց ձեռքում է։ Իսկ այդտենց չի կարելի։ Այդտենց հասարակությունը դեմքն է կորցնում նաեւ, եւ կանանց չեմ թերագնահատում։ Երևի թե կանայք շատ ավելի այսօր պատվախնդիր ու հայրենասեր են, չգիտեմ, բայց դա տեսակի նաև խնդիր կա, մտածողության։ Այո, պարտավոր է լինել։ Այո։ Եվ եթե միայն այս երկու փաստը վերցնենք, այսինքն դասագրքերի կազմումը լուրջ, հետևողական, մասնագիտական դասագրքերի գոյությունը եւ գիտական կադրերի գոյությունը նաև դպրոցում։ Կրթության հետ միասին գիտության որակն էլ կա Հայաստանում։ Ցավոք սրտի, այո, իհարկե։ Իհարկե։ Եվ հետո գիտությանը շատ մեծ վնաս տվեց արտագաղթը։ Շատ մեծ վնաս տվեց արտագաղթը, որը էլի պայմանավորված էր պետության թերություններով։ Չարժևորվեց գիտությունը։ Ես ձեզ մենակ մի բան փաստ բերեմ, մեր աստղադիտարանը, որ ամբողջ աշխարհում հայտնի էր, ուներ անգնահատելի գիտական ներուժ։ Մենք բոհում առանցին աստղադիտարանը մասնագիտական խորհուրդ ուներ։ Այս անկախության տարիներին 50-ից ավել գիտնական գնաց։ Վերջում արդեն ես չէի կարողանում։ Մասնագիտության ոլորտից։ Այո, ես վերջում չէի կարողանում առանցին մասնագիտական խորհուրդ ստեղծել աստղադիտարանում։ Դա տեսնում եք ինչ ողբերգություն է։ Ինչ մասին է խոսքը։ Բարձր։ Եթե փորձենք համեմատել հումանիտար եւ տեխնիկական ուղղությունների գիտության մեջ, ավելի շատ կորուստը տեխնիկական ոլորտից է։ Այո։
Լավ, եթե ֆակուլտետներ են փակվում, բաժիններ են փակվում, էլի ամեն ինչը կախված է սոցիալական վիճակի հետ։ Ոչ թե մասնագետներ չունենք, ոչ թե չեն գնում տնտեսագիտական իրավաբանական։ Էսա։ Եվ հետո քիմիական լավ ֆակուլտետ ունեինք, որտեղ նաև քիմիական արդյունաբերություն ունեինք, ինչ արեցինք։ Անկախության առաջի տարիներին քանդեցինք։ Հիմա գնանք կրթություն ստանալ, ինչ անեն, որտեղ աշխատեն։ Բարձ է։ Հասկանում եք, մի ուրիշ ձևի քանդվեց ամեն ինչը, ցավալի, ողբերգական հետևանքներով։ Իսկ հումանիտարի անկում ինչու է պայմանավորված, եթե հումանիտար ոլորտում էլ անկում կա գիտությանը։ Ես տենց չեմ կարծում, որ հումանիտարը սենց շատ նկատելի անկում ունի։ Այնուամենայնիվ էլի զբաղվում են, այո, զբաղվում են, իհարկե կրթության պակասը, իհարկե կրթության թերությունները, իհարկե անդրադառնում են։ Ես օրինակ չգիտեմ, արդյոք մենք նորից Հովհաննես Բարսեղյան կունենանք, նորից Ջահուկյան կունենանք, այդ չգիտեմ, հասկանում եք, չգիտեմ, կամ գրականագիտության մեջ մենք մեծություններ ունեինք, ցավալիորեն հիմա չկան, ցավալիորեն չկան, թե հասարակական հետաքրքրությունները չկան, չէ, ուղղակի ասում եմ, ես այս ամեն ինչի պատճառը գտնում եմ, որ պետության հովանավորության պակասն է, պետության աչալրջության, պետության համար առաջնահերթության բացակայության, մի խոսքով պետական մտածողության, թե ամբողջական, թե անհատական։ Շատ ճիշտ գնահատումներ են, որ այդ համաձայն եմ։ Մի հատ ուրիշ ոլորտից հաշտամ, որից դուք վստահաբար տեղյակ եք էլի։ Աշխատել եք թատրոնի եւ կինոյի ինստիտուտի ռեկտոր։ Այո։ Թատրոն եւ կրթությունը այդ կապը ինչպես կներկայացնեք։ Շատ վատ։ Ցավալիորեն։ Ինչ պետք է լինի եւ ինչ վիճակում է։ Գիտեք ոնց, հիմա ես ձեզ ասեմ։ Եթե դուք վերցնեք, ես ուրիշ տեսանելի օրինակ եմ ուզում բերեմ, ռուսական, այդ ռուսական, ասենք շրջանակներում, երբ որ դերասանները խոսում են։ Ահա։ Ինչ ձևով են խոսում։ Դե, բարձր։ Եվ վերցրեք մեր դերասաններին։ Վերջ։ Հիմա ես փորձեմ բացատրել։ Այսինքն ամեն օր տեսել ենք, բայց այդ գնահատական այո։ Իհարկե, նրանք խոսում են, նրանց հստակ լեզվի իմացությունը, նրանց տրամաբանությունը, երևույթների հանդեպ հայացքը, մոտեցումները եւ մերոնց կմկմալով խոսելը։ Սահմանափակ։ Եվ գիտեք, ես ձեզ հիմա ասեմ, կարդալու պակասը, ինքնակրթության պակասը։ Ինստիտուտը շատ բան չի տալիս, որտեղ շատ կարող ուժեր չկան։ Բացի այդ, մոտեցումները ինստիտուտում ինձ դուր չէին գալիս։ Ուսանողները ընդունվում էին թատրոնի եւ կինոյի ինստիտուտ եւ իրենց թվում էր, թե իրենց դերը, այսպես ասած, բեմում խաղալն է։ Ոչ։ Նախ կրթվելը։ Եթե ուսանողները գրականությունը կարող են համարել երկրորդական առարկա, այս արդեն չի կարելի, հասկանում եք։ Շատ պետք է կարդան ոչ միայն գեղարվեստական գրականություն, պետք է կարդան թատրոնի մասին, կինոյի մասին, թատրոնի մարդկանց գրածները իրենց մասին, կենսագրություններ, թատրոնի մասին, այսինքն ինքնակրթության խնդիր ունենք։ Եթե դու վերցնում ես մի դեր, ներկայացում, ուսանող ես, պետքա դիպլոմային խաղաս, այդ պիեսի, ոչ միայն պետք է պիեսը կարդաս, պետք է հեղինակին իմանաս, հեղինակի գրած ստեղծագործությունները իմանաս, ժամանակահատվածը կարողանաս իմանաս, այդ ամեն ինչի գնահատականը պետք է, ինչի մասն է խոսքը։ Ասում են դուրս է գալիս, որ այս առումով էլ
ուսուցումը Իհարկե, համալի ձևով իրականացնում։ իհարկե։ Պահանջող չկա, թե ցանկություն ունեցող չկա սովորելու։ Ինքնակննադատություն չկա։ Սեփական գործին քննադատական հայացքով նայելու ունակություն չկա։ Բոլորն իրանցից գոհ են։ Այդպես չի կարելի։ Չի կարելի տենց։ Վերջ, այդտեղ արվեստը դադարում է զարգանալ։ Հենց դու որպես դերասան, որպես արվեստագետ քեզնով հիացած ես, վերջ։ Արվեստագիտության ոլորտի այդ բուհական շրջանակներում ազգային կոմպոնենտ դրված է կրթության մեջ եւ դա որևէ արդյունք տալիս է։ Չէ, դժվար է ասել։ Իհարկե, գիտեք ինչ, սա մի քիչ վիճելի չի ինձ համար իհարկե, բայց քննարկման, ասենք, արվեստը ազգային է, թե ազգային չի, պետք է ազգային լինի, թե չպետք է լինի։ Իհարկե, արվեստը համամարտկային է, բայց գնում է ազգայինից։ Այդ իմ խորին համոզմունքը։ Բայց դա ինչքանով կմտնի մտածողության մեջ, դա ընդհանուր կրթական համակարգից է կախված։ Էլի նույն կրթական ծրագրերից, նույն կրթական համակարգից։ Մեր վաղվա կրթության օրը ինչպիսին է լինել ձեր պատկերացմամբ։ Ես գիտեք ոնց, չէ, եթե մենք այսօր այսպես Ինչ եք ուզում եւ առաքելություն Ես շատ բան եմ ուզում, շատ բան եմ ուզում եւ ռադիկալ փոփոխություններ եմ ուզում, բայց ինչ կլինի, Աստված գիտի, դա կախված է մեր հետական քաղաքական, հասարակական իրավիճակից ամենաուղիղ ձևով։ Եթե վերցնենք այսօրվա տեսանկյունից նայենք, մենք երկու ճանապարհ ունենք, կամ պետք է խելքի գանք, ուղղակի ուշքի գանք, սթափվենք եւ ստեղծենք ազգային պետություն, որ միակ գրավականն է ապրելու, շարունակելու, գոյատևելու, կամ կկործանվենք, կգնանք։ Ուրիշ ճանապարհ չկա, միջին դրություն այլևս գոյություն չունի։ Այս ընդհանուր հասարակության մեջ այդ ամբողջ երկրագնդի քաղաքական, հասարակական, չգիտեմ, այս ճգնաժամային իրավիճակում մենք ընտրություն չունենք, կամ է, միջին իրավիճակ չկա, կամ պետք է խելքի գանք, ուշքի գանք ու ստեղծենք ազգային նորմալ ազգային պետություն, իսկ եթե դու ունես ազգային պետություն, դու նաև հզոր կլինես անպայման, իսկ կամ էլ ուղղակի հանձնվենք ու կուլ գնանք, վերջանանք, վերջապես այսքան դար հետո ապրելուց հետո վերջանանք, որովհետև երևի մենք էլ ենք հոգնել, մենք էլ ենք ծերացել, եթե հույսներս էլ դնում ենք Աստծո վրա, Աստված էլ ձեռաքաշել ինձ։ Դե պարզ է, եթե դու չես ուզում Աստված իշքան պետք է քեզ օգնի։ Իսկ մեր հասարակություն ուզում է խելքի գալ։ Ես չեմ տեսնում։ Չեմ տեսնում։ Լավ, գիտեղստի փրկել չէ այս հասարակությունը։ Գիտեք ոնց, հիմա ես ձեզ ասեմ, շատ քիչ ուժեր կան, որոնք Եվ կրթության դերը ո՞րն է այդտեղ։ Շատ մեծ, իհարկե շատ մեծ։ Շատ քիչ ուժեր կան, որոնք այսօր լուրջ ազգային խնդիրներ ունեն իրենց առաջ։ Հիմա ես ասեմ, որ ես օրինակ այս րոպեին հայաքվե միավորման նաև խորհրդի անդամ եմ եւ ես հենց կրթությունը առաջնահերթություն է այդ միավորման համար։ Եվ այսօր ուղղակի ակտիվությունը պետք, հասարակական ակտիվություն, անհանդուրժողականություն չարի, վատի, հայոյանքի, նենգության, չգիտեմ, այդ ամեն ինչի հանդեպ։ Հասկանում եք, այս ժողովուրդը պետք է հասկանա, որ այսպես չարացած ապրել չի կարելի։ Սենց ուր ենք գնում։ Տիկին Արզմենյան, ահագին փորձագետներ ասում են, որ կրթության մեջ կտրուկ քայլերը վտանգավոր են։ Բոլորով են։ Դուք ասում եք, որ ռադիկալ։ Բոլորովին։ Կտրուկ քայլերը կփրկեն, որտեղ մենք հիմա այնց խայտարակ վիճակում ենք, որ միայն կտրուկ քայլեր են պետք։ Օրինակ կրթության մեջ ինչ պետք է կտրուկ քայլեր անենք։ Միլիոն բան։ Այդ առանցին լրիվ թեմա խոսելու։ Միլիոն բան։ Հենց օրինակ կրթության մեջ բարձրացվի ուսուցչու աշխատավարձը կտրուկ, նոր դասագրքեր հների փորձի վրա եւ պարզ մատչելի, փոխվի ընդունելության քննությունները,
լիքը բան։ Ես բանը ասում որ հիմնավ ասեք էլի, անդադ սադրում եմ։ Փոխվեն ընդունելության քննությունները, փոխվեն ավարտական ինստիտուտների ավարտական քննությունները։ Այդ ամբողջը այլ լրիվ ուրիշ մեխանիզմներով։ Եվ դա պետք է միանգամից բարեփոխումներ գնա ակադեմիական համակարգում։ Լրիվ նոր կանոնակարգող փաստաթղթեր մեկը մեկի հետևից արագ։ Օրինակ ակադեմիական համակարգում ինչ բարեփոխում։ Չեմ ասի։ Հա։ Չեմ ասի, որտեվ շատ բան կտրուկ։ Չկարծեք ակադեմիան քանդելու է։ Ես հասկանում եմ։ Բացարձակապես ոչ։ Հասկացա։ Արժևորվի գիտություն անող կառույց է։ Այո, այո։ Հա։ Իսկ դա ամբողջ ակադեմիան չի։ Այո։ Գանք մտավորականին։ Ես զրույց եմ ունեցել այլ մտավորականի հետ, այս հարցիրաներ եմ տվել, երիտասարդ մտավորական հարգված։ Մտավորականը մեղքի բաժին ունի։ Շատերը մեղա այ մտավորականները, դες ոչ բան չեք անում, տեղից չեք շարժվում, կրթությունը կործանվում է, պետությունը գործվում է, մտավորականությունը տեղից չի շարժվում։ Բայց նույն մտավորականը ձայն է բարձրացնում, Լիլիթ Արզուբանյանը մտավորականը ձայն է բարձրացնում, կողքից 100 մտավորական ձեն չեն անում։ Հիմա մտավորականը մեղավոր է թե մեղավոր չի։ Ինչ առումով է մեղավոր։ Կրթության վատ վիճակի համար, հասարակության ծանր վիճակի համար։ Ամբողջական առումով այո։ Հիմա դուք մեղքի բաժինն եք։ Ես չունեմ։ Իմ խեղճա հանգիստ։ Հիմա խեղճա հանգիստ։ Գիտեք, այստեղ մի sense խնդիր կա։ Ով է մտավորականը, ինչ է իրանից ներկայացնում մտավորականը, ճիշտ է։ Այո։ Շատ վիճելի, շատ բարդ հարց, բայց ինձ համար, իմ պատկերացմամբ, ինձ համար դա եղել է սկզբունք եւ այդպես ապրել եմ իմ ամբողջ կյանքում, որովհետեւ ես ունեմ մոտ 40 հրապարակախոսական հոդված, ես ունեմ մի ամբողջ գիրք եւ առ այսօր էլ այսպես գալիս եմ ու խոսում եմ, ինչ մտածում եմ։ Այսինքն ես ինձ այո իրականում համարում եմ մտավորական, որը երբեք չի լռել, երբեք չի վախեցել եւ ինչ կարողացել է անել հայրենիքի համար արել է։ Հիմա տեսեք մտավորականը դա նախ կրթված մարդն է անպայման։ Եվ դա կարևոր չի գիտնական ես, ուսուցիչ ես, ինչ ես, կրթված մարդ, կրթված անպայման հայրենիքի ցավով ապրող, անպայման ազնիվ եւ անվախ, եւ մտավորականը պետք է միշտ լինի ընդդիմադիր, որովհետեւ իդեալական հասարակություն ընդհանրապես չկա, իսկ մտավորականի ֆունկցիան պետք է լինի այդ իր ապրած հասարակության մեջ մատը դնի ցավոտ տեղերին, ցույց տա, որպեսզի իշխանությունները տեսնեն այդ տեղը։ Հիմա եթե մեր իշխանությունները քորեն, կույր են, եւ համարյա տենց եղել են միշտ։ Իմ մեղքը ո՞րն է։ Ես չեմ լռել։ Ես ոնց ասեմ, չեմ ընդունում լռող պատերի տակ խոսող մտավորականներին։ Դա իմ տեսակը չի։ Իսկ մտավորականի եւ համոզված եմ նաեւ, որ մտավորականի հավաքական ձայնը կլսվեր։ Չի եղել այդ հավաքական ձայնը, ինչպես չի եղել այս ազգի մեջ միասնական ինչ որ բան անելը։ Այդ մեր թերությունն է։ Դարե կող։ Չի միավորվել։ Բայց չէ միասնական հաղթանակներ են կերտել։ Այո, ամեն դար լավագույններին դրելա զոհասեղանին, մի կերպ հետո քաշատվել դարը, մինչև նոր ճակատագրական պահը։ Էս է եղել մեր պատմություն։ Վարշավյան կրթության ոլորտում ինչ պետք է անել ռադիկալ դեր ասած, որ անկումը կասեցվի։ Ինչ պետք է անել։ Այո։ Քննությունները ընդունել պետական հանձնաժողովներով եւ կուրսից կուրս եւ ավարտական քննությունները չանցնեն անգրագետները, դա մեկ, աշխատանքի չընդունեն անգրագետներին։
Այդքան որ Շատ բարի։ այսինքն դիպլոմը դռներ չբացի էս բացի Տիկին Արզմյան, այս օրեր շատ են խոսում ակադեմիական քաղաքի մասին։ վայ այդ հարցը չտայի։ Չէ, դե զառանցանք է, ես այդ ուզում եմ անցնենք, դա ամեն առումով զառանցանք է ինձ համար, էլի դրսից վերցած ինչ որ անհեթեթ մի բան, որը երբևէ չի իրականացվելու, եւ անհարգալից վերաբերմունք մեր պատմության, գիտության, մեր Թամանյանի, որի առաջ պետք է խոնարհվենք, ինչ Թամանյան չի հասկացել, ինչի է քաղաքի կենտրոնում հավաքում բուհերը, հա? Քաղաքը երիտասարդ պահելու համար, այո, կոլորիտ տալու օրինակ, հա, եւ հետո, այս, գիտեք ամենամեծ ցավը որն է, որ խոսում են առանց պատկերացնելու, էլի, լավ են պատկերացնում, դա ինչա առհասարակ Եվ ինչ նպատակով է արվում, ինչի է արվում։ Ես դրա մասին ընդհանրապես այնքան անհեթեթ անլուրջ խոսույթը, որ սկզբից շատ էի անհանգստանում, հետո հասկացա, որ դա իրականացվող ինչ-որ բան է, հա, ամենամեծ ցանկության դեպքում էլ իրանք դե այնպես ինչպես պետք է արվի, չի լինելու։ Բայց կարող եղած քանդեն։ Դե այդտեղ պետք է բարձրաձայն խոսեն դասախոսները եւ ուսանողները։ Եթե ամեն մեկի առանցին տուն մտնեն ու փորձեն քանդեն, այդ տան անդամները ընդվզելու են, չէ՞։ Այո։ Դե հիմա եկեք այդ միասնականության մասին խոսենք։ Եթե մտնում են, այսինչ բուհ քանդելու նպատակով այդ տան անդամները ողջ ուսանողությունն է եւ դասախոսական կամ եթե լռելու են ուրեմն լավ կանենք քանդեն ինչ ասեմ բայց դա ծրգություն չէ ինչ ասեմ ուսանք որ չեն քանդի չեն հասնի քանդել թե չեք քանդեն Հայաստանում նոր խոսիկ ակադեմիայի մասին, որ ակադեմիան բաներ փոխվի, գիտության զարգացում կլինի։ Ձեր պատկերացմամբ որ ճյուղերն են որ պիտի զարգացնեն։ Գիտեք, այսօր եթե կա գիտություն Հայաստանում, դա արվում է ակադեմիայում։ Այո։ Վստահաբար ակադեմիա։ Ո՞ր է։ Իսկ ինչ վերաբերում է որ ճյուղերը բոլոր։ Մենք դրա կարիք այսօր ունենք։ Բոլոր ճյուղերը։ Այո, բոլոր։ Շատ բարի, Տիկին Արզումանյան, մեր այս զրույցի շրջանակներում նաև անձնական, հա, այսպես ասենք, հարցեր կան։ Որն է Լիլիթ Արզումանյանի կրթության փիլիսոփայությունը։ Ինչ ասել է, եթե դուք ինձ ասեք կրթության փիլիսոփայություն, օրինակ մեկը ասեմ, հա, ինչ արվում է, ինչ անում ես, այսինքն այսպես ասեմ, հա, անես շատ ազնիվ, ապրես ազնիվ, աշխատես ազնիվ, հարցերին մոտենաս ազնիվ, քո գիտելիքները փորձես ներդնես իշա ազգի, Դե արդյոք լուրջ փիլիսոփայություն է, ազնվությունը փիլիսոփայություն է։ Ամենից ես փորձել եմ այդպես ապրել, չգիտեմ։ Այո, իսկապես կրթության մեջ այդ ազնվությունը եթե դրվի, արդարությունը։ Իրոք նախապայման է։ Այո։ Ապրելու գործունեության նախապայման է։ Հա։ Պարզությունը, զուլալությունը, որի վերջո այս հասարակության դժգոհության մի կարևոր չափաբաժինը արդարության պակասով է պայմանավորված։ Այո։ Եվ ազնվությունը հենց նշանակում է արդարություն։ Շնորհակալություն եւ մյուս հարցը մեր ինչ գիք խորհուրդ կտաք կարդալու բանասիրական գիտությունների դոկտոր։ Նա անհամեստ բան ասեմ։ Ես ընդհանրապես չեմ կարծում որ անհամեստ եմ, բայց այս անգամ փորձեմ անհամեստ լինել, հա։
Ես գիրք եմ գրել, իհարկե այսպես ես բանասիական գիտությունների դոկտոր եմ, բայց նաև ունեմ արձակ գործեր։ Եվ այս վերջի առանձնապես պատերազմից հետո այս դաժան տարիներում համենայնդեպս ինձ համար սարսափելի դաժան իմ մեջ առաջացավ այսպիսի մի ցանկություն գրել իմ սերնդի վավերագրությունը, հա, իմ սերնդի կյանքը։ Մենք շատ ծանր կյանքով ապրեցինք այս վերջի 30 քանի տարին 88-ից սկսած, որտեղ դաստիարակվել էինք լրիվ ուրիշ հասարակարգի համար ու հայտնվեցինք լրիվ ուրիշ հասարակարգում, չհաշված պատերազմներ, միտինգներ, երկրաշարժ, մի խոսքով հասարակական փոփոխություններ, սարսափելի տարիներ, սարսափելի։ Եվ ես գրեցի նաև որ չխելագարվեմ, եւ ստացվեց ավելի շատ կենսագրություն, որի միջոցով ես ուզեցի ցույց տամ նաև, որտեղ ուրիշ կերպարներ էլ կան, այդ հատվածը մի քիչ գեղարվեստական է, բայց 99%-ով իրական կենսագրություն։ Ես ու այդ վավերագրությունն է իմ ուսանողական տարիներից մինչև Արցախի հանձնումը։ Ես շատ կուզեի, որ իմ գիրքը կարդացվեր։ Այո, հետաքրքիր է արդեն։ Գրախանութներում կա, բուկինիստում կա։ Վերնագիրը Ծանոթ անծանոթ էջեր։ Այդ թող անհամեստություն չթվա, բայց իմ սերնդի վավերագրությունն է։ Ու շատ անկեղծ, այդ չափազանց անկեղծ, ծայրահեղ անկեղծ։ Շնորհակալություն Տիկին Արզումանյան, անկեղծ եւ ազնիվ զրույցի համար։ Սիրելի բարեկամներ, մտազրույցի մեր տաղավարում հյուրընկալել ենք բանասիրական գիտությունների դոկտոր Լիլիթ Արզումանյանին։ Կհանդիպենք։